Ղարաբաղյան համարով մեքենաներ, Ղարաբաղից տերորիստներ։ Ամեն եկող գնացող հոկտեմբերի 27-ի հետ այդ մարդկանց զոհերի գործերից բացի հիմա 20 թվից այս կողմ ես կոնկրետ ավելի շատ խոսքերն եմ հիշում, հատկապես Վազգենի։ Հայաստանում տնտեսական վիճակը վատ է ոչ թե այն պատճառով, որ Արցախի հարցը մենք ունենք, այլ այն պատճառով առաջին հերթին, որ մենք վատ ենք աշխատել։ Վազգենի մեծաթիվ ելույթներից հենց սա եմ հիշեցնում Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից իշխանափոխությունից 10 օր առաջ։ Մարդը շատ հստակ էր պատասխանում են սրսկվող հանրությանը թունավորող նարատիվին, թե վատ ենք ապրում Արցախի պատճառով։ Եվ երբ խոսում է տնտեսական ներուժի մասին, տնտեսական օգուտների վնասների մասին, չգիտես ինչու չի խոսում այն մասին, թե Ղարաբաղը որպես տարածք, կոպիտ ասած, որպես հող, ինչ կարգի օգուտներ կարող է տալ Հայաստանին։ Աշխարհի հզորագույն պետությունները միլիարդներով դոլարներ են դնում, որպեսզի ծովից կամ անապատից ինչ որ հարյուրավոր հեկտարներով հող կորզեն դրա վրա տնտեսություն, գյուղատնտեսություն զարգացնելու համար, որովհետև հողն է մնայուն է, փողը թուղթ է։ Վազգենի ասուլիսը կարելի ասել պարտադրված էր։ Արցախյան կարգավորման առաջարկվող լուծումների դրանց շուրջ զիջողական կամ պարտվողական հակվածության ֆոնին նրա թիմակիցները շատ տրյուկներ արեցին։ Վազգենը այդ օրը տվեց անուններ, գործողություններ բնորոշեց որպես թատերականացված մահափորձ։ Նույնիսկ այսօր ասուլիսի այդ բլոկը մի առանձին թեմա է իրավապահների համար, եթե ցանկություն կա լույս սփռելու, օրինակ Արծրուն Մարգարյանի ողբերգական ճակատագրի վրա։ Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի տալ, ձեռք եմ բերել հպարտություն։ Հանեք այդ հպարտությունը, հանեք գաղափարը, տակը բան չկա։ Խոսքը պետք է արժեք ունենա, իսկ դրա համար ասողն էլ պետք է ուժեղ լինի։ Ազնիվ չէ, անբարոյականությունն է։ Ղարաբաղի տերորից այսօր չպետք է վախենալ, Ղարաբաղը տերորի կարիք չունի։ Ղարաբաղից պիտի վախենալ այն օրը, երբ որ 200-250 հազար մարդ անտուն, անօթևան, վիրավորված, զինված կլցվի Երևան։ Որ ասում են հոկտեմբերի 27-ը քանդեց մեր երկիրը, մի տեսակ պաթետիկ ընկալում ունի։ Բայց 20 թվից այս կողմ հասկանում ես, որ դա ճշմարտություն է, որ մնայունը հողն է։